1945 թվականի օգոստոսի 20-ին այս բնակավայրը կոչվեց Վարդաշեն, այն գտնվում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքում։ Բնակիչների նախնիների մեծ մասը այստեղ են տեղափոխվել Պարսկահայաստանի Խոյ և Սալմաստ գավառներից։ F-net-ն առաջարկում է կայուն ինտերնետ, խելացի դոմոֆոն, F-time ժամանցի հարթակ, անվտանգության համակարգեր, զանգահարիր 8988 կամ այցելիր fnet.am։ Այ հիմա բարև ձեզ սիրելիներս, առաջարկում եմ շփվենք բնակիչների հետ, որպեսզի հասկանանք ինչ կա չկա Վարդաշենում։ Նարեկ, ոնց ես։ Լավ։ Ես դատարկած ձեռն չեմ եկել Վարդաշեն, F-net-ի փուչք եմ բերել ինձ հետ։ Զարգացում։ Խնդրեմ Նարեկ ջան։ Դեն սիրելիներս, այսօր մայիսի 27-ն է, Հայաստանի դպրոցներում արդեն արձակուրդ է, բայց կան դասարաններ, որոնք պատրաստվում են քննություններին։ Վարդաշենի միջնակարգ դպրոցի կողքով հաճախ ենք անցել, բայց երբևիցե չենք ուսումնասիրել շենքը։ Հիմա մեծ ցանկություն ունեմ առիթից օգտվելու եւ ուսումնասիրելու այս կրթական հաստատությունը։ Եկեք ինձ հետ։ Բարև ձեզ ընկեր Բարսեղյան։ Բարև ձեզ Արևիկ ջան։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալ եմ։ Դուք ինչպե՞ս եք։ Լավ ենք, եկել ենք տեսնենք ինչ կա չկա Վարդաշենում։ Իմ սովորույթի համաձայն չկարողացա անտարբեր անցնել միջնակարգ դպրոցի կողքով եւ եկել եմ տեսնեմ ինչպես եք պատրաստվում այս քննություններին։ Լավ եք արել, մեր հյուրընկալ դռները միշտ բաց են ձեր առաջ։ Պատրաստվում ենք ինչպես որ կարգն է Արևիկ ջան, երեխաների կոնսուլտացիաներով, իրենց հաճախելով, ոնց որ կարգն է։ Ընկեր Բարսեղյան, քանի շրջանավարտ այս տարի ճանապարհեցիք դեպի նոր կյանք։ Այս տարի Արևիկ ջան ճանապարհել ենք 28 շրջանավարտ, մեծ հագեցած դասարան ունենք, ճանապարհել ենք նոր կյանք եւ մաղթել ենք իրենց կանաչ ճանապարհ։ 12-րդ դասարանից ունենք A, B, Չէ, ունեցել ենք 1 12-րդ դասարան, այդ մի 28 հոգանոց դասարան էր, նոր եկող տարի, նոր ուսումնական տարում նոր կունենանք 2 12-րդ դասարան։ Ասեմ, որ ձեր դպրոցը ինձ շատ դուր եկավ։ Շնորհակալ եմ։ Երևի առաջին դպրոցն է, որ ինձ գերեց։ Ես էլ մեծ հաճույքով կգայի այստեղ կսովորեի։ Համեցեք։ Կասեք, որ թվականն է կառուցվել։ Դպրոցն ունի մի քիչ երկար պատմություն, Արևիկ ջան, 1903-1904 թվականին հիմնադրվել է դպրոցը Մրգանուշ գյուղի վարչական տարածքում։ Հետո 1935 թվականից սկսված դպրոցը տեղակայվել է ներկայիս տարածքում։ Սկզբնապես որ նայեք, բաց դաշտ ունենք այնտեղ էր, հետո 2014 թվականին կառուցեցին շենքը, նոր դպրոցական շենքը եւ 2014 թվականից տեղակայված ենք այստեղ։ 2014 թվականին հենց այսպիսի տեսք է ունեցել։ 2014 թվականից այսպիսի տեսք ուներ, բայց 2024 թվականի դեկտեմբերից կառավարության որոշմամբ, որի համար շատ շնորհակալ ենք, մեր դպրոցը մտավ կառավարության 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի մեջ եւ վերանորոգեցին մեր դպրոցը, հագեցրեցին տեխնիկայով, մենք հիմա գրեթե ոչ մի պակաս բան չունենք եւ նոր գույքով։ Այդ ամբողջը 2024-ից 2025 թվականի սեպտեմբերի 1 այս վիճակով հանձնել են մեզ։ Ունենք 430 աշակերտ, 12 սան է հաճախում մեր նախակրթարանում, աշակերտները Մրգանուշ, Վարդաշեն, Գետազատ, Արևշատից ունենք, Աբովյանից ունենք, Դեղցուտից, Կանաչուտից, շրջակա բոլոր գյուղերից ունենք աշակերտներ։ 28 դասավանդող մանկավարժից 7 ունեն կամավոր անցել են կամավոր ատեստավորում, իսկ մնացածն էլ այս տարի նոր դիմելու համար էլի ունեմ շատ կադրեր, որոնք ոգևորված ուզում են դիմել, ունեմ ուսուցիչներ, ովքեր պատրաստվում են դիմել տարակարգի։ Կցանկանանք, որ ուսուցիչ աշակերտ հարաբերությունը շատ լավ լինի։
Հավատացեք, մեր դպրոցում լավ է, որովհետև բացի ուսուցիչ լինելով, բոլորը մանկավարժ են, բոլորը հոգեբան են եւ աշակերտակենտրոն քաղաքականություն ենք վարում, որովհետև աշակերտ եւ հոգեկան եւ ֆիզիկական ամեն ինչը մեզ համար առաջնային է։ Շատ լավ, ընկեր Բարսեղյան, ուրեմն ձեզ մաղթենք բարի հանգիստ։ Ապրեք, շնորհակալ ենք։ Հունիսի մինչև վերջ այստեղ եք լինելու։ Հա, հուլիսի մինչև կես, հիմա մերն ամենաթեժ, ամենահագեցած շրջանն է ուսումնական տարվա ավարտ, քննաշրջան, երևի հանգստի էլ կհասնենք։ Ձեր մասնագիտությունը ամենադժվարն է։ Ամենադժվարն է, բայց երևի թե ամենալավն է։ Այո։ Գնահատվածը, չգիտեմ, այս համայնքի ժողովուրդը գնահատում է։ Այս տարվա շրջանավարտներին ինչ կմաղթեք։ Ասել եմ ես իրենց, թող ձեր թռիչքը արծվի թռիչքի նմանվի, ինչքան կարող եք ճախրեք վեր, ոչ մի բանի առաջ, ոչ մի խոչընդոտի, ոչ մի դժվարության առաջ կանգ չառնեք։ Կյանքը շարունակական է ու շատ լավն է։ Սիրելի հեռուստադիտողներ եւ հետևորդներ, այժմ ես այս գեղեցիկ բեմահարթակը տրամադրում եմ Վարդաշենի միջնակարգ դպրոցի առաջին B դասարանին, որպեսզի նրանք պատրաստվեն Այբենարանի հանդեսին։ Իդեպ, Այբենարանի հանդեսը տեղի է ունենալու հունիսի 1-ին, սիրով հրավիրում ենք բոլորիդ։ Այժմ ականատես լինենք ինչպես են փորձանում։ Երջանիկ եմ այս սապսակ օրվա թրթիրով ու թրջուների այս իգնոմորած անուվ դալալով։ Հայ կբելիդեմ ճակատամարտել հայոց երկիրն է, չարից ազատել հայոց երկիրն է, ազատել սիրով մաշտոց գրով վարդանասրով, իս դավին ազատել երկիրը սասուն, իս դայբեկ ուսյունի իզանգեզուր, հայ ազատասեր քաջերը մեռան, հանում զեթունի եմ մուսալերան, հուկասը զողվեցունան նույնպես և Հայաստանի եկավ ասավ մեզ։ Հրաշափել հենց այդ պահին հայոց հողում Մեսրոպ ծնվեց և տաղնի 5 ավառում հացակածում ցորենաբույր, շինականի պարս սեղանին ցնծած գինին անուշաբույր։ Հաճախ եմ ես քեզ կարոտով նայել, երբ դեռ փոքր էի 5 տարեկան, եղբորս ձեռքից ինձ ես հմայել, դու պատկերազարդ իմ Այբենարան։ Քարը գրքին ջերքը տարավ, տարոտար նվիրեց սուրբ։ Աներ ասում արարիչ, բմբարություն բարի կոչ, և ժողորդը կան շրջեր, լսում են նոր կյանքի խոսքը, քարը դարձավ գիր կենթանի տար օրտնություն ազգի համար, և մարտոց այդպես լուսը պրետ մեզ պարգևեց այբուբեն։ Առաջին դասարանում ես սովորեցի հայոց այբուբենը, թվերը, գումարում հանում, հավասար։ Հիմա դուք դարձել եք տարաճանաչ։ Այո։ Էլ ձեզ խաբել չի լինի, չէ՞։ Դե ուղարկի ամեն օր տանը գրում էի։ Ամեն օր տանը գրում էիր։ Հա։ Հա։ Երեխեք, ինձ կասեք, հայոց տառերը ով է ստեղծել։ Որ թվականին։ Կարենը կարող է։ Ով կասի։ Կարեն ով է։ Դու ես Կարենը։ Դե ասա տեսնենք հայոց տառերը որ թվականին ստեղծեց Մեսրոպ Մաշտոցը։ Դու ճիշտ ասա։ Մեսրոպ Մաշտոցը ոնցին ասում է։ Հայոց տառերը ստեղծեց։ Հայոց տառերը ստեղծել Մեսրոպ Մաշտոցը։ Որ թվականին։ 405 թվականին։ Հա։ Երեխեք, ըստ ձեզ, Մեսրոպ Մաշտոցը լավ գործ է արել մեզ համար։
օրինակ, եթե մենք տարեր չունենայինք, այո, շատ ճիշտ է ասում Կարենը, մենք կխոսենք ուրիշ լեզվով կկարդայինք ու մեր սեփականը չենք ունենա։ Չեն կարող բառեր գրել։ Ճիշտ ես ասում։ Այ ապրեք, ձեր դասվարը ով է, երեխեք։ Նորից ընկեր։ Ընկեր Աղաջանյանը։ Դուք սիրում եք ընկեր Աղաջանյանին։ Ինչքան եք սիրում։ Ձեռքերով ցույց տվեք։ Ահա, ապրեք։ Ինքը ձեր երկրորդ ինչն է դպրոցում։ Ուսուցիչը։ Չէ, երկրորդ։ Մամա։ Բարև ձեզ։ Որ դասարան եմ ես եկել։ 9-րդ։ 9-ի B։ Ոնց եք իրար հետ լեզու գտնում։ Ինձ թվում է 9-ի A-երը, 9-ի B-երը իրար հետ ընկերաբար չեն լինում։ Անձարովի սամերը կտենց են, մենք ուտը դուզեցին։ Ահա։ Ինչա։ Մենք վեհենք։ Վեհեք։ Ճիշտ է։ Դու ո՞րն ես ներկայացնում, ան թե B-ն։ Ան։ 9-ի A։ Կանուն ինչա։ Գուրգեն։ Գուրգեն։ Որտեղից ես Գուրգեն։ Բյուրավանից։ Բյուրավանից։ Ուրեմն Վարդաշենի դպրոցը այդքան լավն է, ժողովուրդ ջան, որ Գուրգենը ամեն օր Ինչի։ Արդեն ինձ մի տվեք։ Ինչի։ Չէ։ Իսկ իմ համար էս քոն է։ Մարի ջան, ոնց ես։ Լավ դուք։ Նորմալ, ինչ կա չկա։ Դե այս պահին քննություններին ենք պատրաստվում, որ մեր ուզածի չափով ստանանք։ Քանի առարկայից ունեք քննություն։ Ընդհանրապես 6, բայց ֆիզկուլտը արդեն տվել ենք 5-ն է մնացել։ Որոնք են այդ առարկաները։ Բնագիտական առարկաներ, օտար լեզու, հայոց լեզու, գրականություն եւ պատմությունը արդեն միասին եւ մաթեմատիկա։ Ինչ եք մտածում, մինչև 12-րդ դասան շարունակել եք, թե դուրս եք գալու դպրոցից։ Որոշները կան, որ դուրս են գալու, կան, որ մնում են։ Շատ չեն դուրս եկողները։ Մարի, դու գետազատից ես գալիս։ Ահա։ Իսկ ոդկով ես գալիս, թե տրանսպորտ կա։ 5 րոպեմ հասնում եմ դպրոց։ Մոտիկ են գյուղերը։ Մեր տունը հատկապես շատ մոտիկ է։ Այսպիսի մի հարց, գետազատում էլ ունեք դպրոց։ Այո։ Ինչի համար ես ընտրել Վարդաշենի դպրոցը։ Ես նախակրթան այստեղ եմ եկել, ոնց որ երեխաների հետ արդեն ծանոթ էի ու միջև այդ չփոխելու համար տեղափոխվեցի, հենց հաճախեցի ինձ Վարդաշենի դպրոց։ Իսկ քո դասարանի մասին ինձ ինչ կպատմես։ Իրպես միշտ մեր ցանկացած դասարան էլ ունի իր քրությունները եւ մենք շատ իրար հետ ենք էլի համախմբված ենք ամեն մեկս ունենք մեր քրությունները, բայց միևնույն ժամանակ իրար օգնենք, եթե ինչ-որ կարիք լինի էլի, միշտ օգնում ենք իրար, բայց այդ քրությունները ամենահամով մասն են, որ հետո հիշում են միշտ։ Օրինակ ինչ խենթություններ եք արել այս տարի դասարանում։ Դες արդեն ամենահետաքրքիրը հավաքույթներն են, որ հավաքվում ենք դասարանով, ամենահետաքրքիրը ժամանցն է, էլի, որ միմյանց հետ անցկացնում ենք դասերից հետո արդեն։ Որտեղ եք հավաքվում։ Կոնկրետ ինչ-որ տեղ չունենք հավաքվելու, կարող ինչ-որ մեկի տանը կամ ինչ-որ այգում։ Կամ Արտաշատ եք գնում, հա։ Այդպեսի օրինակ Արտաշատ չեք ասնում։ Լավ, ուրեմն սա առիթ է, որպեսզի մենք դիմենք պետությանը, որպեսզի գետազատում կամ Վարդաշենում ինչ-որ ժամանցի վայր կառուցեն։ Շատ լավ կլինի, ավելի հետաքրքիր ու հավես կասի ժամանակը։ Երիտասարդական կենտրոն չունեք։ Դեռ չէ։ Դեռ չէ, բայց հաճելի կլինի, որ գյուղում ունենանք մի հատ երիտասարդական կենտրոն, օրվա վերջ գնաք, երեխեքով հավաքվեք, սրճեք, գիրք կարդաք, զրուցեք։ Հետաքրքիր միջոցառումներ կկառուցենք, կկազմակերպենք։ Շփվում եք վարդաշենցիների հետ։ Թե գլուխներդ կա գալիս եք դպրոց, գլուխներդ կա գնում եք։ Որ շփվենք պարտադիր, հա, ընկերներ ունեք։ Ահա, մենք եկել ենք, որ Վարդաշենը բացահայտենք, բայց ասեմ, որ 9-րդ դասարանում Վարդաշենից աշակերտ չունենք։ Բոլորը Գետազատից, Մրգանուշից, Բյուրավանից, Արևշատից, Աբովյանից, այն որ
որ կարելի ասել հավաքածու դասարան ունենք, էլի։ Տարբեր գյուղեր եք ներկայացնում։ Իսկ ում բնավորությունն է դասարանում ամենալավը։ Որը մարդու համար դա տարբեր է, ես հիմա Որ գյուղի բնավորությունն է այստեղ ավելի լավը։ չենք մրցում ենք։ Մենք միակ բանն է, որ չի մրցել լավը։ գյուղերի հանդեպ այս մրցակցություն չկա, որ մեր գյուղը լավն է, քո գյուղը վատն է կամ այդպես բան։ Այո։ Ապրեք երեխեք ջան։ Ուրեմն ձեզ մաղթում ենք, որ ձեր քննությունները շուտ տակ, գնաք, ամառը վայելեք։ Եթե ցանկանում եք ձեր տանը ունենալ գերհզոր ինտերնետ կապ, զանգահարեք Fnet Telecom 89 88 հեռախոսահամարով։ Գիտես այս գյուղը ինչի համար է կոչվել Վարդաշեն, որովհետև վարդը շատ է այստեղ, հենց դրա համար։ Վարդաշեն։ Ժողովուրդ, իրականում ես ու Աշոտը եկել ենք Վարդաշենը բացահայտենք, բայց ուղուց շեղվել ենք ու ինչ ենք անում, գիլաս ենք ուտում։ Այնպես որ եթե հաղորդումը լինի ընդամենը 10 րոպե, իմացեք, մենք տարվել ենք այս չկնաղ գիլասի ծառով։ Տանտերը ասում են ինչքան ուզում եք երեք, ես ու Աշոտն էլ ուզում ենք ես ամբողջը ուտենք։ Տանը մարդ կա։ Աշոտ վախենում եմ առաջ գնամ, բա որ շուն լինի։ Արտաշատի գյուղերում սովորաբար մարդիկ ցերեկվա ժամերին քնած են լինում, որովհետև առավոտները գնում են դաշտերում աշխատում են, հոգնած հետ են գալիս, որ աշխատանք շարունակեն երեկոյան։ Բա դրա համար այժմ մարդիկ չկան փողոցներում։ Գնանք ուրիշ տուն։ Ստոպ, բարև ձեզ։ Ինչ ցույց տվեք ձեր վարորդական վկայականները։ Ուր է քո վարորդական վկայականը։ Չունես։ Չէ։ Բա քոնը ուր է։ Սա։ Ինչ է տոպրակի մեջ։ Ծամոն։ Դե մի հատ տուր։ Հյուրասիրիր մի հատ։ Շնորհակալություն, Աշոտ, ծամոն։ Վարորդական վկայական տեղ կանցնի, չէ։ Դե հիմա ասեք տեսնեմ դուք ով եք։ Ես Սամվելն եմ։ Սամվելն ես։ Զավեն։ Հաճելի է, Արևիկ։ Դուք ինչ ճանաչում եք։ տեսել ենք։ Որտեղ եք տեսել։ YouTube-ում, TikTok-ում տեսել։ Ինչ լավ է։ Փաստորեն հեծանիվ եք քշում առանց վարորդական վկայականի։ Բայց չգիտեք, որ այսուհետ հեծանիվ քշելն էլ է դառնում վկայականով։ Հա, պետք է գնաք պրավա հանեք։ Ես պրավա ունեմ։ Ունես։ Դե լավ է, բախտդ բերել է։ Բա դու ինչ ես անելու։ Կգնաս կպատրաստվես հեծանիվի քննության, եղավ։ Ահա։ Ամեն օր քշում ենք։ Չէ, պետք է քննություն տակ նոր քշեք։ Կարող է օրինակ գալիս եք ինձ հեծանիվի տակ եք գցում։ Պիտի լավ տիրապետեք, չէ, հեծանիվ քշելուն։ Հաստատ։ Մարդկանց չէ գցում տակը։ Էլ մենք կանում եմ սիջելիկին։ Մի րոպե, բա ձեզ հաճելի է այսպիսի ճանապարհով հեծանիվ քշելը։ Դե այդ մենք փողոցները էլի։ Որտեղ որ ասֆալտ է։ Բայց չէի կուզենա ձեր հարազատ փողոցը ասֆալտապատվեր, որ ուրիշ փողոց չհասնեիք։ Ես ամեն են արդեն։ Ո՞վ է ասել։ Պապան է։ Հա, բա ոնց է եղել, որ դու այսպիսի շապիկ ես քեզ համար պատվիրել։ Չեմ պատվիրել, քուրիկս անվել։ Ապրի քուրիկը։ Կազգանունը տպել է ու 10 համարն ա գրել, Մեսին է շատ սիրում դրա համար, հա։ Ռոնալդոն եմ սիրում։ Ինչի։ Որտեղ ինի ավելի ուժեղ է։ Եկեք մի քիչ գյուղի մասին խոսենք, հա, երեխեք ջան։ Վարդաշեն ենք մենք եկել, բայց ոչինչ չգիտենք ձեր գյուղի մասին։ Ինչ կպատմեք մեզ։ Էլի ավտո եկավ։ Վայ! Երեխեք, որոշել եք ամառային հանգիստը ոնց եք անցկացնելու։ Ես դաս եմ անելու։ Ինչի։ Ես գիրք եմ կարդալու։ Մեզ հանձնարարել են, որ գիրք կարդան, գրավորներ գրենք, որ մեր սորացը չմոռանան։
Հա, իշտա բան են հանձնարարել ձեզ, ապրեն ձեր ուսուցիչները։ Բան չեն հանձնարարել, բայց ես ուզում եմ հայրիկի պես լավ բան կարդամ, լավ բան սովորեմ, բան անեմ։ Որոշել ես ինչ գիրք ես կարդալու։ Մեզի վեքավեր Աստվածաշունչը կկարդամ։ Դու որ դասարանում ես սովորում։ 5, բայց փոխվում 6։ Բա դու։ 3-րդ, փոխվում 4-րդ։ Հա, քույրիկը քանի տարեկան է։ 12։ Քանի երեխա եք ընտանիքում։ 3։ Երեխեք դուք շատ լավն եք։ Բայց 4-ը կա։ Բուջուրա։ Հա, 10-ական։ հա։ Տղայա թե աղջիկ։ Տղա։ Անուն ինչ է։ Դավիթ։ Վայ, ինչ լավ անուն եք դրել։ Ո՞վ է որոշել եղբոր անունը։ Մայրիկը, պապան։ Ապրեն իրեք։ Երեխեք, ես ուզում եմ ձեր ծնողներին շնորհակալություն հայտնեմ, որ ձեզ այսքան լավ են դաստիարակել։ Շնորհակալ։ Ահա, հարգալից մեծի նկատմամբ, շնորհքով։ Բարի երեխեք են։ Երեխեք, դե մի փոքր ինձ Վարդաշենի մասին էլի պատմեք։ Գիտեք ձեր գյուղը ինչի համար է կոչվել Վարդաշեն։ Որտե վարդերը շատ են։ Գիլասն էլ է շատ։ Հա։ Լավ չէ լինի գյուղի անունը լիներ Գիլաս, ինչ էր։ Գիլասաշեն։ Թե վարդով ավելի սիրուն է հնչում, հա։ Երեխեք, իսկ որ մեկ բառով հնարավորություն ունենայի գյուղը նկարագրել։ Ոնց կնկարագրեիք։ Երեցիկ։ Ուրիշ։ Հրաշալի։ Օ, դուք սիրում եք գյուղում ապրելը։ Հա։ Օրինակ, գյուղում ապրելու առավելությունը ո՞րն է։ Որ քաղաքում ասենք ավտոների ձենը խանգարում են, իսկ գյուղում բանը մի քիչ է շուխուրը։ Ծառերը բան ինչ է։ Ծառերը շատ են, թթվածին շատ են արտադրում։ Գյուղում ապրող մարդիկ ավելի առողջ են, չէ՞։ Իսկ հարևանություն անում եք իրար հետ։ Մարդկանց այստեղ բոլորին ճանաչում եք։ Լավ հայրիկ ունենք։ Սիրում եք հայրիկին։ Շատ։ Շատ, վախ։ Մենակ հայրիկին չէ, հայրիկին է։ Ամբողջ ընտանիքը։ Ինչ լավն եք դուք։ Կարևոր երեխեք, ձեր ծնողներին գնահատում եք։ Միշտ գնահատեք ու շատ սիրեք իրենց։ Հոգացրել են, մեր մասին հոգացել են։ Այո, դուք էլ կմեծանաք, դուք էլ իրենց կպահեք ամեն ինչով, հա։ Լավ աշխատանք կունենաք, որպեսզի կարողանաք նրանց մասին հոգ տանեք։ Ամեն ինչ ուզենք անենք, էլի։ Իհարկե, բայց երբեք ու երբեք երեխեք ջան, ձեր ծնողներին չուրանաք, իրենց արածները երբեք չմոռանաք։ Լավ։ Պայմանավորվեցինք։ Ու երբ որ ամուսնանաք, ձեր հարսնացուները ասեն, մենք ուզում ենք առանձին ապրենք, Զավեն, Սամվել, ուզում ենք գնանք քաղաքում առանձին ապրենք, կասեք ոչ, պետք է ապրել ծնողների հետ միայն։ Համաձայն չես իմ հետ։ Օրինակ պատկերացրու մեծացել ես ու ամուսնանում ես, քո կինը ասում է արի գնանք առանձին ապրենք, ինչ կանես։ Կասեմ չէ, իմ ծնողների հետ եմ ես ապրում։ Շատ Ամեն ապրես։ բան իրանց կողքը լինեմ։ Կմեծանան, կարող առողջական խնդիր լինի, բա իրենց տղեն իրենց կողքին չլինի։ Հա։ Պետք է լինի, էլի։ Միանշանակ։ Երեխեք, գյուղում որ կապից եք օգտվում։ F-net-ից։ Ահա, ես դատարկ չեմ եկել, F-net-ի փուչիկներ եմ ձեզ համար բերել։ Կտանեք կփչեք փուչիկները։ Ու ինձ միշտ կհիշեք։ Ասում եք քույրիկ ունես, չէ՞։ Մի հատ էլ տան քույրիկին։ Վայ աման։ Մենք էլ ձեզանից ենք շատ շնորհակալ։ Միշտ F-net-ից օգտվեք։ Որովհետև F-net-ը ամենալավ կապն է։ Պես ինչ համով է Վարդաշենի ջուրը։ Շատ լավն է։ Համը չեմ կարա նկարագրեմ, բայց ջուրը հատուկ է։ Իմ սիրելիներ, Վարդաշենի կենտրոնում տեսա այս խաչքարը, հիմա հասկանամ ինչ է գրված։ Դարավոր զավթիչների դեմ մարտնչած եւ նահատակված հայ քաջորդիների հիշատակին։ Խաչքարը կառուցվել եւ տեղադրվել է այստեղ 2021 թվականին։ Շնորհակալություն ենք հայտնում մեր հերոսներին այս կերպ հիշելու համար։ Ձեր անունը ինչ է։ Իմ անունը Դավոյ է։ Դավո, հա։ Հա, բանա, որսորդ եմ։ Հե։
Բոստան գյուղից, Մաջազուից։ Ոստանցի եք։ Այո։ Բա ինչ գործ ունեք Վարդաշենում։ Եկել եմ կլուբնիկ ուտելու։ Կլուբնիկ։ Մենք էլ ենք ուզում կլուբնիկ։ Որտեղ գնանք որ ուտենք։ Վերևը։ Գնում եք։ Բա Խաչիկ Ներսիսյանից բան եք պատմում։ Չէ, գնացինք լավ։ Դե լավ, ցտեսություն։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ, շնորհակալ եմ դուք։ Լավ, ինչ կա չկա։ Առօրյայով աշխատանքից եմ գալիս ճիշտն ասած, գնում ենք ելակի, ելակ ենք հավաքում, հյուրասիրվեք։ Որտեղից եք հավաքում ելակը։ Այս պահին դվին, վերին դվին։ Ահա, ասորական գյուղ եք գնում։ Այո։ Ժամ քանիսից եք գնացել։ Առավոտյան 5-ին։ Օ, այդքան շուտ ոնց եք արթնացել։ Արդեն սովորել ենք ճիշտն ասած, ժամին, արթնանում ենք ամեն օր, կարելի ասել, սովորել ենք այդ ռեժիմին։ Աշխատում, չարչարվում։ Այո։ Ձեր անունը ի՞նչ է։ Այդա է անունս։ Ահա, Այդա ջան։ Որտեղից եք դուք հարց եկել։ Վարդաշեն բնակավայրից եմ, այստեղ էլ հարս եմ։ Լավա թե վատա։ Կարելի ասել սենց եւ լավա եւ վատա։ Լավը այնքանով է, որ հորական հայրական օջախը մոտ է։ Կարելի ասել, այո։ Ամեն օր գնում եք հայրական օջախ։ Այո։ Ամեն օր պարտադիր։ Այո։ Միջև տուն գնալը պետքա մտնեմ, նոր գնամ տուն։ Մի հատ մտնեք, տեսնեք ինչ կա չկա, մաման, պապան լավ են։ Մաման, պապան լավ են, պապան արտագն աշխատանքի մեջ է։ Որտեղ է հիմա գտնվում։ Պերմ քաղաքում։ Բարև ենք իրեն։ Անպայման, եթե ինտերնետը հասանելի է լինի, պապան չի, եղբայրս է, ամուսինս է, տեքրս է, բոլորը այնտեղ են։ Այո։ Աշխատում են։ Երբ են ետ գալու։ Աշնանը։ Հա։ Աշնանը գալու են, ձմռանը մնան, էլի եղանակներ բացվի, գնան։ Այո։ Ձեր կյանքը ոնց է անցնում Վարդաշենում։ Վարդաշենում լավ է անցնում, կարելի ասել ամեն ընտանիք իր զբաղմունքը ունի, ջերմոցային տնտեսություններ կան, ծաղիկներ են մշակում, ելակ են մշակում։ Հիմա եկել եք տուն, ինչ եք անելու։ Հիմա մտնելու եմ մամայինցս տուն, սիրելու եմ աղբորս Պուճուրին, նորածնվել, դե 40-ի մեջ է։ Նոր գնալու եմ տուն, իմ երեխաները հիմա տանն են մենակ են, աղջիկս ու տղաս։ Սկեսուր, սկեսրայր։ Սկեսրայրս մահացել է շատ վաղուց, սկեսուրից հետ առանցին ենք ապրում, ինքը գետազատ բնակավայրում է հիմա։ Ահա։ Իսկ ոնց են ձեր հարաբերությունները։ Շատ լավ, նորմալ։ Տեքոր կին ունեմ, ասում են տեքոր կնիկ, օծի բնիկ, բայց դա մեզ չի վերաբերում, կարելի ասել։ Տեքոր կնիկը որտեղ է մնում։ Սկեսուրիս մոտ։ Հա։ Տեսնես ձեր սկեսուրում ամենաշատը սիրում։ Այ չեմ կարող, ասեմ այդ իրան պետք է հարցնեմ։ Այդա ջան, իսկ գյուղում ինչպես է կյանքը անցնում, հարևանները լավն են, վատն են, ընդհանուր, էլ ոնց եք ընդհանուր Վարդաշեն բնակավայրում լավն են։ Փոքր գյուղ է, ընդամենը 4 երևի փողոց խաչմերուկ է, բայց միամուռ են, համախմբված են ամեն հարցի շուրջ, բոլորը մեկի համար, մեկը բոլորի, այս սենց։ Մեծ կռիվ չէ։ Չէ, ինչ որ չէ։ Օրինակ չկան հարևաններ, որ իրար հետ չխոսեն, իրար դեմ լարված լինեն։ Չէ, այսքան տարվա բնակիչ ենք, բայց տենց դեպք չի եղել, չեմ կարող հիշեմ։ Ճիշտ է, երեխաները կարող է իրար հետ սենց ընդհարվեն, բայց մեծերը չեն թույլ տա, որ մեծահասակները իրար հետ ինչ որ վիճաբանություն լինի։ Համերաշխություն է տիրում Վարդաշենում։ Ուղղակի գյուղում երեխաների համար զբաղվածության կենտրոններ չկան, ասենք սպորտ լինի, ինչ որ երաժշտական կամ չգիտեմ, կուլտուրայի հետ կապված ինչ որ տենց չկա էլի։ Բարևցե խմբակ չկա։ 3 գյուղա Գետազատ, Վարդաշեն եւ Մրգանուշ, բայց հիմնականում այդ 3 գյուղերին չունի։ Խաղահրապարակ չկա, ասենք որ երեխաները զբաղմունք չունեն։ Չկա էլի այդ է հիմնականում։ Գյուղապետարան դիմաց մի երկու հատ խաղասակ կար, բայց դա շատ քիչ է։ Քիչ է։ Հիմնականում երեխաները խուսափում են գնան, որտեվ ինքը ավելի շատ երկաթային մաս է պարունակում, վնասվում են շատ։ Իսկ Մրգանուշինը էլի ոչինչ, հնարավորություն իջնում են, մի քիչ խաղում են, զբաղվում են, բայց ընդհանուր չկա այդ աշխուժությունը։ Փաստորեն գյուղին ինչ է պակասում։ Երևի հենց հիմնականում երեխաներին զբաղվածությունը, որ իրանք հիմա արդեն արձակուրդում են ու ամբողջ օրը տանն են։
չկա անենց որ տանես, սա իմ աղջիկը գնում է Պարիա հաճախում խմբակ, բայց մենակ է տանում Մրգանուշ։ Խմբակներ Մրգանուշում կան, բայց Վարդաշենում չկան։ Ոտքով հնարավոր է քայլելով հասնել։ Հա, հնարավոր է, ոտքով է գնում, հիմնականում է։ Բացահայտեցինք, որ Վարդաշենին անհրաժեշտ են խմբակներ, սպորտին վերաբերող, կրթությանը վերաբերող, մշակույթին վերաբերող։ Գյուղապետարանում ունենք մասնաշենք, առաջ գործելա որպես կինոթատրոն ա եղել է, որ գնացել են, ֆիլմեր են դիտել, բայց հիմա չի գործում։ Սրահը է, դահլիճը վերանորոգման կարիք ունի։ Ասֆալտապատումը արվել է, լուսավորությունը արդեն կա։ Ամբողջ գյուղը լուսավորված է հիմա։ Այո, լուսավորված է։ Իսկ ոռոգման ջուրը կամ խմելու ջուրը ինչ վիճակում է։ Խմելու ջուրը լավ ասեցիք։ Խմելու ջուրը կարելի ասել արդեն 2.5 չենք ունենում։ Անջատումները պետք է հավաքեք, էլի ջուրը։ Ովքեր որ հնարավորություն են, հավաքում են, ովքեր էլ որ չունեն, արդեն խնդիր է։ Ու ամառվա այս շոկ եղանակին հաստատ չի կարա էլի առանց ջրի Մարդիկ դաշտերից գալիս է ու հնարավորություն հարմանալա, չէ՞ պետք։ Ոռոգումը լավ է, ոռոգումը կարամ ասեմ, բայց խմելու ջուրը խնդիր է։ Սա ո՞րն է։ Սա դաշտայինն է։ Օ, Աշոտ։ Հենայ քեզ ինչ լավ ելակ եմ տալիս։ Արա, կոմենաչի Էսի ծածկիկ, էլի, ծածկիկ աչքս չտենա։ Հյուրասիրվեք, կարող եմ տալ, տանեք։ Ամբողջը ուտելու է։ Այդա ջան, ուզում ենք իմանալ, գյուղը ինչի համար կոչեցին Վարդաշեն։ Գյուղը նախկինում կոչվել է Մերաբլու։ Ահա, իսկ ինչու Մերաբլու։ Մերաբլու եղել են եղբայրներ Մերաբ եւ Զորաբը, Զորաբլու, հիմա որ կոչվում է Մրգանուշ, իսկ մերը Վարդաշեն։ Վարդաշենը նոր անունն է, Վարդաշեն եղել է հիմնականում դրվել է որ եղել է վարդերով լի, գյուղը բոլորը համարյա ունեցել են, որ եկել են մարդիկ այցելել են, նկատել են գեղեցկությունը, ասել են Վարդաշեն, շեն ինքը հենց շենացնում է վարդերը, կոչվել է Վարդաշեն։ Դուք սիրում եք Վարդաշենը։ Այո, շատ։ Իսկ եթե հնարավորություն լիներ ուրիշ գյուղում ապրելու, ուր կտեղափոխվեի։ Չէի գնա։ Օրինակ Մրգանուշ կամ Գետազատ, որը կտրեիք։ Գետազատ չէի գնա հաստատ։ Օրինակ այստեղ ինչ ավանդույթներ կան, որ կողքի գյուղերում չկան։ Ջանգյուլում խաղում եք։ Իհարկե խաղացել են արդեն, իմ աղջիկն է խաղացել, հարսնացուն ինքն է եղել։ Էլ ինչ ավանդույթներ կա, որ պահպանում եք։ Ավանդույթները բոլորը պահպանվում է, բոլորը։ Օրինակ հարսանիք լինում, դիմացի հարևանը հարսին հանելուց մյուս դիմացի հարևանը սեղանա դնում։ Հա։ Դրսում հյուրերին առաջարկում է, մոտենում են հարևանը իր հարևանի համար։ Օ, ինչ լավ։ Շնորհավորում են ու ճանապարհում են հարսին։ Բոլոր գյուղերում այդպիսի բան չկա, բայց ձեր մոտ ավանդույթները պահպանում եք։ Այո, իհարկե։ Շատ ուրախ եմ, որ ձեր նման մարդիկ են ապրում Վարդաշենում։ Օրինակ ես կուզեի, որ մեր գյուղում եկեղեցի կամ ինչ-որ մատուռ ունենք, Սուկուս Վարվարնա, վերևի հատվածում է գտնվում։ Կուզեի, որ գոնե ինչ-որ չափսերով մի քիչ մեծացնեին կամ վերանորոգեին։ Եկեղեցի եք ուզում ունենալ։ Հա, չունենք։ Եկեղեցի չունենք։ Այո, չունենք, Գետազատում ունենք։ Հա։ Բայց Գետազատում կան, շատ են, այո, Գետազատում շատ են, մեր մոտ չկա։ Որթիվ չկա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Շատ լավ։ Ինչ կա չկա Վարդաշենում։ Ամեն ինչ կա։ Առաջին անգամ եկել ենք որպեսզի բացահայտենք Վարդաշենը եւ տեղի բնակիչներին։ Շատ լավ է, շատ ուրախ է։ Վարդաշենի գյուղապետն էլ վատ մարդ չի, շատ նորմալ անձնավորություն է։ Դուք Վարդաշենից եք։ Ոչ, Մրգանուշից ենք, ապրում ենք Վարդաշենում։ Ինչ խնդիրներ կան, որի մասին կցանկանաք բարձրաձայնել։ Գյուղում շատ խնդիրներ չկան, գյուղում կա, որ շինարարություն են արել, ասֆալտապատումներ կա, որը որ մի քանի փողոց է մնացել, որ
դրանք ավարտին հասցնել։ Երկու փողոց է։ Ձեր անունը չիմացա։ Մուշեղ Բազոյան։ Ուրախ եմ շատ, ես էլ Արևիկն եմ, երևի ինձ չեք ճանաչում, բայց մենք Արարատի մարզի բոլոր բնակավայրերում գրեթե եղել ենք։ Մենոյ Արսենին չգիտեք Արևշատից։ Ճանաչում ենք։ Մենք ենք իրեն բացահայտել։ Ամբողջ Հայաստանը համալյա իրեն ճանաչեց։ Համալյա։ Հողագործությամբ եք այստեղ զբաղվում։ Հիմնականում ծառերի մշակությամբ։ Հիմնականում ծառերի մշակությամբ։ Ինչ պետք է անել, որպեսզի երիտասարդությունը չձգտի գնալ քաղաքներ։ Ինձ թվում է պետք է աշխատատեղեր ստեղծել։ Դե աշխատատեղերը պարտադիր է, որ պիտի ստեղծվել, այսինքն այս գյուղատնտեսության պայմաններում աշխատատեղ ստեղծելը մի քիչ բարդ է։ Այսինքն գյուղում ով է բերելու դնի ինչ-որ մի հատ ալրաղաց կամ, չգիտեմ, ինչ-որ մի հատ արտադրություն։ Ոչ մեկ, բայց գյուղի պայմաններում դա չկա։ Գյուղի պայմաններում կա անասնապահություն, չգիտեմ, հողագործություն եւ այլն, այսինքն տարբեր բաներ կան։ Տեսեք, այսպեսի մի բան ասեմ, օրինակ կար մի ժամանակ, որ Երևան գետազատ երթուղին հանել էին, ու մարդիկ մեծ դժվարությամբ էին գնում Երևան։ Դվինի ուղղությունը փոխեցին, որպեսզի մարդիկ Դվինի ավտոբուսից օգտվեն։ Գետազատի ավտոբուսը գալիս է Վարդաշեն, գալիս է Մրգանուշ, գալիս է Դեղցուտի Խաշմերուկում, ռազմարոդով գնում է Երևան։ Ասածը սայն է, որ երթուղին լավ աշխատի։ Երթուղին աշխատի, այսինքն առաջներում աշխատել է 2 անգամ, 3 անգամ, 4 անգամ, ես կցանկանամ, որ աշխատի 6 անգամ, որովհետև գյուղացու կյանքը ոչ մեկ չի հասկանա։ Ով է լինի, այսօր մեր քաղաքականություններից ով լինի մեզ վերև, մեզ իշխանություն, մենք նույն ենք լինելու։ Մենք հող ենք մշակելու, կամ շուն ենք պայելու, կամ չգիտեմ, սվարկա ենք անելու, կամ եւ այլն եւ այլն։ Այսինքն ճիշտ է, մեր կյանքը չի փոխվելու, ես ձեր ասածին դնում եմ լայք։ Բարև։ Բարև։ Ոնց ես։ Լավ եմ, դուք ոնց եք։ Նորմալ, ի՞նչ է քո անունը։ Լուիզա։ Ինչ կպատմես քո մասին։ Ես 12 տարեկան եմ, սովորում եմ 6-րդ դասարանում, արդեն 6 տարի է հաճախում եմ բարի խմբակ, իմ երազանքն է դառնալ պարուսույց եւ սովորեցնել այն, ինչ ես սովորել եմ իմ կյանքի ընթացքում ամենալավ բաները։ Օրինակ քո կյանքի ընթացքում ինչ լավ բաներ ես սովորել բացի պարից։ Ես իմ ուսուցիչների շնորհիվ սովորել եմ, նաև իմ ծնողների շնորհիվ սովորել եմ լինել խելացի, ազնիվ, ընկերասեր, միշտ օգնող բոլորին։ Իսկ որ բարի խմբակ բացես, որտեղ է լինելու։ Դեռ չեմ որոշել, չգիտեմ, բայց կարծում եմ, որ Երևանում։ Ինչու Երևանում։ Դե այդպես եմ ուզում։ Չէ, արի Երևանը թողնենք մի կողմ։ Դու երբ որ դառնաս պարուսույց, Մրգանուշում ես բարի գնում։ Այո։ Անպայման Վարդաշենում կբացես բարի խմբակ, լավ։ Քանի որ Վարդաշենում չկա բարի խմբակ։ Որպեսզի երեխաները զրկված չլինեն խմբակներից։ Հիմա ձեր գյուղում կա մի որևիցե խմբակ, հենց գյուղում Վարդաշենում։ Ոչ։ Չկա։ Չկա։ Դա լավ չէ։ Չէ։ Հիմա պար սովորելու համար պետք է հասնես Մրգանուշ։ Այ որ դու քո խմբակը բացես, տեղի երեխաները արդեն կգան քո մոտ սովորելու։ Գետազատից կգան, Մրգանուշից կգան, այն մյուս հարևան գյուղերից կգան։ Հետո ուզում եմ այս ծաղիկը նվիրել ձեզ։ Վարդաշենում ինձ նվիրեցին Վարդ։ Շնորհակալություն։ Ում համար էիր քաղել անկեղծ ասա։ Հենց ձեզ համար։ Բայց ոնց իմացար, որ մենք գալու ենք այս փողոց։ Մի քանի րոպե առաջ դուք իմ մայրիկից հարցազրույց եք վերցրել։ Ես այդպես եմ իմացել։ Այդան քո մաման, այ, արի տեսնեմ մամային ինչքան ես դու սիրում։ Շատ։ Շատ, բա պապային։ Ավելի շատ։ Խարոտել ես պապային։ Իմացանք, որ Ռուսաստանում է։ Ինքը կնայի մեր հաղորդումը, ու քեզ համար ինչ կուզես որ բերի, ասա։ Չգիտեմ։ Ռուսաստանից ինչ բերի, ասա։ Այսպես որ ասես, հաստատ բերելու է։ Սա մտածեմ։ Լավ բան ուզի, լիքը հագուստ ուզենք։ Ես գիտեմ էլ, որ գեղեցիկ շորիկներ։ Աղջիկները ինչքան էլ որ հագուստ ունենան, միևնույն ժամանակ
իրենք ոչ բան չունեն։ Այո, նորն ենք ուզում։ Այնպես որ լիքը շորիկներ պապայից։ Այո։ Ուզեցինք։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալ եմ։ Հուսամելի կհանդիպենք։ Այո, անպայման։ Լավ եղեք բոլորով։ Առողջ եղեք։ Քել։ Ու կյանքին միշտ ժպտացեք։ Ժպտանք, որ կյանքը ժպտա մեզ։ Քո անունը ի՞նչ է։ Իմ անունը Տաթև է։ Ահա։ Տաթև ջան, ազատ ժամանակ ինչով եք սիրում զբաղվել երեխաներով։ Մենք այստեղ երեխեքի հետ մենք խաղում ենք։ Երեկոյանը շատ հավես ժամանակ ենք իրար հետ անցկացնում։ Որտեղ եք հավաքվում ընկերներով։ Փողոցում։ Հավաքվելու կոնկրետ վայր չունեք։ Դե բոլորը միանգամից ժամ օրինակ նախորդ օրը մենք ժամը որոշում ենք եւ հենց այդ օրը հավաքվում ենք նույն ժամին նույն տեղում։ Տաթև ջան, գյուղում մարդիկ որ ինտերնետ կապից են օգտվում։ Ամենաշատը օգտվում են F-net-ից։ Ձեր տան F-net-ը քաշած։ Ահա։ Yes, ինչու։ Որտեվ արագ ինտերնետ է ու չի կախում մնացած ինտերնետների նման։ Ասեմ, որ սա գովաշ չի, սա Տաթևի անկեղծ կարծիքն է F-net-ի մասին։ Ահա, Տաթև ջան, գյուղում ապրելը հաճելի է քեզ համար։ Ահա, այստեղ շատ մարդիկ կան, ավելի լավ է անցնում, քան քաղաքում։ Քաղաքում ավտոներ շատ են եւ խաղալը փողոցում մի տեսակ ինձ թվում է անհարմար կլինի, որտեվ ավտոները շատ են գնում գալիս քաղաքում։ Իսկ այստեղ հազվադեպ է, միայն այդ գնում են դաշտ եւ տուն։ Իսկ ինչ կուզեիր, որ գյուղում փոխվեր։ Ես կուզեի այստեղ լիներ վոլեյբոլի դաշտ, որ երեխաները ավելի լավ կարողանային խաղալ։ Որոշել ես որտեղ ես գնալու հանգստանաս։ Հա, ես գնալու եմ հանգստանամ իմ տատիկի տանը, Էջմիածնում, որտեղ այնտեղ էլ է շատ լավ։ Այնտեղ ունես ընկերներ։ Հենց ամառը գալիս ասում ես, ուռա, տատիկի տուն գնալու սեզոնը համարում ենք բացված։ Հա? Քաղաք Էջմիածին ես գնալու հենց։ Մայր տաճարում եղել ես։ Հա։ Ահա, սա ոնց կարող է եղած չլինեմ։ Իսկ դպրոցում էքսկուրսիաների տանում են։ Հա, որտեղ եք եղել։ Օրինակ գնացել ենք Էյնշտեյն թանգարան, գնացել ենք կինոթատրոններ, գնացել ենք տարբեր տեղերի թանգարաններ։ Այս տարի պիտի որոշել են, որ պիտի գնանք Աբովյան։ Աբովյան գյուղ թե Աբովյան քաղաք։ Աբովյան գյուղ։ Որտեղ Վերին Աղբաշ։ Քաղաք, Աբովյան քաղաք։ Շփոթեցրի։ Ապրես Տաթև ջան, շատ հաճելի է քեզ հետ ապրես։ Այ ոչինչ։ Ապրեք դուք։ Գալ Վարդաշեն ու Վարդաշենից հեռանալ առանց վարդի արդար չի։ Սիրելիներ, եթե ձեզ անհրաժեշտ է դեղորայք եւ դուք չեք կարողանում մտնել դեղատնից գնել, ապա զանգահարեք նշված հեռախոսահամարով եւ Emily Farm դեղատների ցանցը կանի առաքում։ Բարև, բարև ձեզ։ Արի գրկեմ քեզ։ Ասում ես մենք վաղեմի ծանոթներ ենք։ Հա։ Քո անունը ի՞նչ է։ Ռիփսիմը։ Ուրախ եմ շատ, արտաշատում ենք իրար տեսել։ Որ օրներ։ Քաղաքի հիմնադրման 2214-ամյակը։ Հա։ Ահա։ Իդեպ վաղը մեծ համեր կա լինելու Տաթևասակյանը լինելու գնալես։ Հա, ժամ քանսին է։ 7:30։ 7:30 նշելու ենք Հայաստանի առաջին հանրապետության օրը։ Ճիշտ է։ Այդպես 1918 թվականի մայիսի 28-ին մեր Հայաստանը հռչակվեց անկախ։ Անցել եք պատմությունից։ Ահա, բայց երկար ժամանակ իր անկախությունը չպահպանվեց։ Հետո մտավ ԽՍՀՄ երկրների մեջ մինչև 1991 թվականը սովետի փլուզումը։ Ես հայոց պատմություն շատ եմ էլի սիրել, միշտ հաճույքով էի սովորում մեր պատմությունը։ Իսկ դու։ Չեմ սիրում ես։ Հայոց պատմություն չես սիրում։ Ոյ, աշխարհագրությունը։ Մի քիչ։ Կասես, որ առարկաներն է շատ սիրում։ Ֆիզկուլտուրա, կենսաբանություն, քիմիա։ Դու ավելի շատ ֆիզիկան, մաթեմատիկան, դրանք չես սիրում, երկրաչափությունը։ Որ դասարանում ես սովորում։ 7։ Վարդաշենի դպրոցում ես, չէ՞ հաճախում։ Որոշել ես ինչ ես դառնալու։ Վարսորդեր։
Ինչ Վարսահարդար։ Փոքրուց սիրել ես այդ մասնագիտությունը, լավ ես արել։ Հուսանք անպայման կդառնաս, հաստատ կդառնաս, եթե սիրում ես։ Մի բան է, երբ որ սիրով ես սովորում, մի բան է, երբ որ ստիպված ես սովորում։ Իսկ ինչքան էլ արհեստ իմանաս, դա լավ է։ Կյանքի բոլոր փուլերի համար։ Ռիփսիմե, իսկ քո կյանքը պատկերացնում ես մեր Հայաստանում։ Միշտ։ Ինչ պետք է անել, որպեսզի մեր երիտասարդները գյուղերը չլքեն։ Ըստ քեզ։ Գյուղում ինչեր պետք է կառուցեն։ Օրինակ աշխատատեղեր, ժամանցի վայրեր պետք է ստեղծեն։ Տես դուք երեխաներդ դուրս է գալիս փողոցում եք, չէ՞ խաղում։ Փողոցում հեծանիվ եք քշում, փողոցում գործնագործ կամ բախկվոցի եք խաղում, բայց ավելի լավ կլիներ, չէ՞, խաղահրապարակ ունենայիք մեծ, խաղասարքերով, գնայիք անվտանգ ձեզ համար խաղեր խաղայիք։ Ես ուզում եմ, որ մեր գյուղերը ամեն կերպ առաջ գնան ու շեշտը դնեն գյուղական բնակավայրերի վրա, ոչ թե Երևանի։ Հռիփսիմե, ում կուզես բարևես, ով ամենքովդ անցնում։ Արմինեին։ Արմինեին կբարևես, գետազատում ենք թողել Արմինեին։ Հեսա հետ բերելուց անպայման կբարևես։ Կա մի ընկերուհի, մի ընկեր, ում երկար ժամանակ չես տեսել։ Ով է։ Հնաբերդից Միլենան։ Ահա, Հնաբերդից Միլենա։ Հռիփսիմեն բարևում է քեզ ու ասում է, երբ որ հարմար լինի, անպայման արի մեր տուն։ Ինչքան ժամանակ է չես տեսել։ Արձակուրդներից։ Հա։ Ինքը ստեղ էր ապրում, ուղղակի տեղափոխվել են։ Հնաբերդ։ Ահա։ Բայց կապը պահում եք իրար հետ։ Հա։ Շփվում եք ինտերնետով, զանգով։ Հա։ Շատ լավ է, դե կասես հաղորդումը կնայես, այնտեղ քո մասին մենք բլբլում ենք։ Եղավ։ Ոնց եք։ Ոչինչ, միջակով։ Միջակը որն է։ Դե առողջականում են չի, ծերանում են, մեկ էլ, մյուս տենց էլ։ Ձեր առողջականին ինչ ա եղել։ Շնչառությունը լավ չի, ոտերից վիճակը լավ չի, երակների վիճակը լավ չի, երկու անգամ օպերացիա են արել։ Մեզ չենք հետևում էլի։ Այն որ ասում են դանակը մինչև ոսկորին չհասնի, մենք, մեր հայ ազգը սպասում է դրան, նոր իր առողջությանը հետևի։ Չէ ականջի հետև մի գցեք։ Չի ստացվում, ամեն ինչը հիմա դժվարացել է, հեշտ չի։ Ինստիտուտում ասում եմ Կրասնոդար բժիշկի 5-10 օրով մի ամսով։ Բուժումներ ստանում, դե օրակ ստանում, հետ են դառնում։ Ձեզ ոնց դիմեմ։ Մանվել։ Ահա, պարոն Մանվել, ապրեք սուրճի համար։ Շատ լավ սուրճ եք պատրաստում։ Սուրճը էլի համը պատրաստում։ Իդեպ պարոն Մանվելը մեզ տեսավ, որ մենք իրենց փողոցով անցնում ենք, ասաց համեցեք, ես իմ ձեռքով սուրճ պատրաստեմ, Աշոտն էլ ասեց, հո էլի ինչ կլինի։ Հա, խեղճ երեխան ինչքան ժամանակա սուրճ չէր խմել։ Արթնացավ քնից, չէ Աշոտ։ Բայց ասեք, որ արդեն ամառվա շունչը զգում եք։ Նոր ասկսե։ Հա։ Վերջապես կվայելենք ամառը։ Տենան կլան, տես մինչև հիմա ցանց չեմ արել։ Արե, փորե դրել եմ, բայց չեմ արել։ Այգին դուք եք չէ մշակում։ Այդ ինչ տենում եք սաղ իմ տնգասն արած։ Մեն մենակ։ Հա։ Ընտանիքի անդամները Ռուսաստանում են։ Հա։ Բայց մի տեսակ տխուր եք։ Հա, դե ինչ անենք, մենակ մարդ։ Դու ինչ ուրախություն։ Եկեք ընտանիքի անդամներին ասեք գան Հայաստան։ Չեն գալի։ Չեն գալիս։ Ոչ մեկ էլ չուզում։ Ինչ պետք է անենք, որ գան։ Ինչ էլ անես չեն գա։ Արդեն սովորել են այնտեղ։ Հա, 30 տարին դեն ապրել հետ են գալու։ Հա։ Բայց դուք ապրեք, որ ձեր տունը չեք թողնում, ձեր այգին չեք թողնում, հողին կպացեք։ Որ հողով էլ չզբաղվեմ, ինչ անեմ ստե։ Ահա։ Էս վերևը անասնագոմ էր 50-60 հատով, 80 հատով սովետ տարիների խոզե պահում։ Էս 340 մետր ջերմոցն եմ սարքել։ Կիսատ-պարատ սարկած հորստունը շարունակել եմ սարքել եմ։ Երեխեքին են ոտի կայնեցրել, ինստիտուտ ավարտել են, աշխատանք ունեն, հիմա իրաց համար աշխատում ապրում են այնտեղ։ Մի հույս ունեն, էլ իրականացավ։ Ինչ հույսեր։ Թորնիկ ծնվապ տղա։ Երբ ա ծնվել։ Հեսա 40 կմ մյուս ամսվա, քանիսին կլինի։ Աչքներդ լույս։ Շնորհակալություն։ Շատ թորնիկներով շրջապատված լինեք։ Դու շատ չի ստացվի։ Մի 50 թորնիկ ունենեք։ 5-6-ն ալնի։ Գոհ կլինեք։ Անունը ինչ են դրել։
Արտյոմ։ Արտյոմ, ոնց են ասում հորով մորով մեծանա։ Պարոն Մանվել, իսկ դուրս գալիս եք փողոց, շփվում եք բնակիչների հետ։ Հարևանության հետ ընդհանրապես հիմա ժողովուրդն էլ դուրս չի գալի։ Հա, զգացինք։ Ամեն մեկը իր դարդերով, իր հոգսերով։ Այդ այնց է։ Հա, բայց գյուղերում մնացել է հարևանություն անելը, շփումը։ Մենք շփվում են իրար հետ, բայց մարդիկ ժամանակ չունեն, առավոտ ժամը 5-ին ելնում են իրանց հողի վրա, ով ցանկ տարով մշակություն պետք է չեն սպասում, ցերեկվա շոկ կինով աշխատելու։ Ճիշտ է։ Առավոտ շուտ իրիկ բակում։ Ցերեկվա շոկին է գալիս են քնում են, հանգստանում են։ Ստեղից 8 կիլոմետր հեռու է հողերը, մեծ մասին։ Այդ մասում ընդ աշխատում, այդքան տեղ հետ չեն գալի, դեն ծառի տակ պարկում հանգստանում իրենց համար։ Վա, այդպես շփումը մարում է, բայց չէ։ Լավ։ Մի դադարեք շփվել իրար հետ, այդ կապը պահեք, ժողովուրդ։ Անտարբեր մի դարձեք։ Չգիտեմ։ Սա հեռախոսը փչացրեց մարդկային շփումը։ Այո։ Մարդիկ մտան ինտերնետով սկսեցին շփվել, ու այդպես կենթանի շփումը վերացավ։ Սիրելիներս, այսպիսին էր Վարդաշենը իր պատմությամբ, գյուղական ջերմ մթնոլորտով եւ աշխատասեր մարդկանցով։ Հետևեք մեզ, քանի որ մենք բացահայտելու ենք ամբողջ Հայաստանի Հանրապետությունը։ Հիշեցնեմ, որ մեր հաղորդաշարի գլխավոր հովանավորն է Fnet Telecom ընկերությունը, որը մատակարարում է գերարագ ինտերնետ կապ, բազմաժանր հեռուստաալիքներ եւ մի շարք խելացի լուծումներ։ Մանրամասների համար կարող եք զանգահարել 8988 հեռախոսահամարով կամ այցելել ընկերության պաշտոնական կայք fnet.am։ Հաղորդաշարի գործընկերն է Emily Farm դեղատների ցանցը։ Շնորհակալություն բոլորին։